Գիտեք, շատ լավ էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ժամանակ ինձ համար։ Լավ էր, որովհետեւ եւ պատասխանատվությունը եւ երկրում, գիտեք, ամբողջ process-ները չէին կենտրոնացվում մեկ անձի վրա։ Պատասխանատվության նաեւ շատ բնականon բաժանում սկսվեց, որը պետք է լինի երկրում։ Հակառակ դեպքում ես դա մեր հանդիպումների ժամանակ, եթե հիշում եք, նաեւ առաջ ասում եմ, հակառակ դեպքում երկրի նախագահը թիրախ է դառնում բոլոր թերությունների համար։ Ուրեմն ամեն մեկ իշխանության ճյուղ եւ քաղաքական ուժ պետք է վերցնի իր վրա այն պատասխանատվությունը, որը պետք է վերցնի սահմանադրությամբ։ Ես որպես որոշումներ վավերացնող, որպես կառավարության նիստերի վարելու իրավունք ունեցող անձ պատասխանատվությունը կրում եմ, բայց նաեւ կառավարությունը եւ վարչապետը կրում են ամենօրյա աշխատանքները կազմակերպելու պատասխանատվություն։ Սկզբնական ժամանակաշրջանում ես ավելի ակտիվ կմասնակցեմ կառավարության գործերին, միջև նոր վարչապետը ավելի խորը չմտնի բոլոր process-ների մեջ։ Եվ աստիճանաբար մի քիչ, այսպես ասեմ, կհեռանամ հնարավորություն տալով ավելի ազատ եւ ավելի պատասխանատու աշխատելու համար։ Մի մասնավոր հարց Ստամբուլի հետ կապված, որքան գիտեմ, դուք հանդիպելու եք Ալիևի հետ Քլինտոնի միջնորդությամբ կամ Քլինտոնի մասնակցությամբ, այդպիսի հանդիպում պետք է լինի, թե չէ։ Ոչ։ Մենք մեր հանդիպումները արդեն վաղուց կազմակերպում ենք ինքներս առանց որևէ միջնորդությամբ։ Ես կարծում եմ, որ սա արդեն ցույց է տալիս ինչ որ հարաբերությունների մակարդակի մասին։ Ենթադրվում է հնարավոր է հանդիպում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եւ Մինսկի խմբի համանախագահող երկրների կամ նախագահների հետ կամ արտգործ նախարարների հետ։ Ֆորմատը կլինեն 5 հոգի 2+3, 3 համանախագահող եւ 2 այսպես երկիր Ադրբեջան եւ Հայաստան։ Վերջնական դեռ այս ֆորմատը ճշտված չի, որովհետեւ համանախագահողների մոտ նաեւ կա տարբեր մոտեցում վերջնական ֆորմատի վերաբերյալ։ Իմ հանդիպումը այո պետք է լինի նախագահ Քլինտոնի հետ, նախագահ Շիրակի հետ եւ մի շարք այլ հանդիպումներ։ Այն մտահոգություն է հայտնվում, որ այնուամենայնիվ այն process-ը, որը դուք սկսել եք Ալիևի հետ, Օլբրայթի մասնակցությամբ կամ միջնորդությամբ է երբեմն եղել Ամերիկայի միջնորդությամբ եւ դա ինչ որ խանդ է առաջացնում Ռուսաստանի մոտ։ Կա այդ մոմենտը, թե չէ։ Գիտեք, ամենից հետաքրքիրը նա է, որ այս process-ը սկսվել է ոչ թե Վաշինգտոնում, այլ Մոսկվայում։ Ուղղակի չգիտեմ ինչու շեշտադրումը տեղափոխվեց։ Առաջին